Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով եւ օրհնությամբ 2026 թվականի փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարված եպիսկոպոսաց հավաքը փետրվարի 19-ին ավարտել է աշխատանքը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություններից ներկա են եղել 25 եպիսկոպոսներ։ Հավաքի ընթացքում ժողովականները միասնական աղոթքի ու ժամերգությունների են մասնակցել, քննարկել հայ առաքելական եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիները։ Հավաքի ավարտին հրապարակվել է հայտարարություն, որի տակ ստորագրել են բոլոր 25 եպիսկոպոսները։ Հայտարարության մեջ փառք են մատուցում երկնավոր Տիրոջը, որ շնորհ է պարգևել Մեծի Պահոց շրջանի մեկնարկին աղոթական միությամբ վերանորոգելու Իջման Սուրբ Սեղանի առջև կնքած եպիսկոպոսական ուխտը եւ հոգեվոր առանձնացումով զորանալու սրբազան կոչման մեջ ներկա խռովահույս ժամանակներում առավել նախանձախնդրությամբ եւ պատասխանատվությամբ շարունակելու առաքելությունը ի խնդիր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու պայծառության աշխարհասփյուռ հավատավոր ժողովրդի հավատքի ամրապնդման եւ հոգեվոր կյանքի զորացման։ Որդիական մեր շնորհակալությունն ենք հայտնում նորին Սուրբոծություն Տեր Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին, ասվում է հայտարարության մեջ, ում հայրական հրավերով հայրենիքում եւ Սփյուռքում ծառայող եպիսկոպոսներս համախմբվել ենք միասնաբար խորհրդածելու հայոց եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ եւ լուծումներ գտնելու դրանց հաղթահարման ուղղությամբ։ Հավաքի մասնակիցները խորը մտահոգությամբ ու դատապարտությամբ են արձանագրել, որ քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվել է հայոց հայրապետի եւ 6 եպիսկոպոս եղբայրների ելքը Հայաստանից եւ մասնակցությունը եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող պատկառելի հավաքին եւ որ արհեստականորեն ստեղծված խոչընդոտի պատճառով հարկադրված են եղել տեսակապի միջոցով ունկնդիր լինել ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական падգամին։ Հավաքին իրենց ուղերձներն են հղել նաև նվիրապետական մյուս աթոռների գահակալները Արամ Առաջին Մեծիտանան Կիլիկիո կաթողիկոսը, Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան arczepiskopos Մանուկյանը եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը։ Եպիսկոպոսաց հավաքի երրորդյա նիստերի ընթացքում եկեղեցու առաքելությունը արդի ժամանակաշրջանում եւ արկա մարտահրավերները հայրենիքի եւ Սփյուռքի մեջ զեկույցով հանդես է եկել Հովնան arczepiskopos Տերտերյանը։ Եկեղեցի պետություն հարաբերությունների ներկայացությունը եւ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի մեջ զեկուցումով Տեր Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։ Եկեղեցու ինքնավարության պաշտպանությունը քաղաքական շահարկումներից եւ ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիները զեկուցումով Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը։ Համատեղ կազմված հայտարարության մեջ հավաքի անդամները նշում են. Եղբայրական սիրո ու փոխհասկացողության մթնոլորտում բովանդակային կառուցողական քննարկումների արդյունքում եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս վճռականորեն վերահաստատում ենք մեր Սուրբ եկեղեցու ավանդությամբ ու բազմադարյա փորձառությամբ նվիրագործված կարգերն ու սկզբունքները հոգեփրկչական իր առաքելության, այլև համազգային եւ հայրենական կյանքի առնչությամբ ի մասնավորի արձանագրելով, որ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ հիմնադրված հայոց եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոս է, տերունահաստատ այս կառույցը ղեկավարվում է Սուրբ գրքով, եկեղեցու վարդապետությամբ ու կանոններով եւ առաքելական հաջորդականության սկզբունքով հայոց հայրապետների հովվապետությամբ։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու առաքելությունը հայրենիքում եւ Սփյուռքում ներառում է ազգի զավակների հոգեվոր խնամքն ու քրիստոնեական դաստիարակությունը, ազգային եւ հոգեվոր ինքնության պահպանումը։ Բազմադարյա իր պատմության հոլովույթներում հայոց եկեղեցին որպես կենթանի Աստծո եկեղեցի, սյուն եւ հաստատություն ճշմարտության, ժամանակի պահանջներին համահունչ ներքին բարենորոգությամբ միշտ կենսունակ է պահել Քրիստոսի ավետարանը քարոզելու եւ ժողովրդին դեպի փրկություն առաջնորդելու իր բուն առաքելությունը։ Միաժամանակ հայոց եկեղեցին որպես համազգային նշանակության հնագույն հաստատություն մշտապես ջատագովն է եղել հայոց անկախ պետականության գոյության եւ առավելագույն չափով սատարել է եւ այսօր եւս շարունակում է նպաստել նրա զորացմանն ու առաջընթացին, անխախտ համոզումով, որ հայրենի պետությունն է պաշտպանն ու երաշխավորը հայ ժողովրդի հարատևության եւ ազգային իղձերի իրականացման։ Այդ ճանապարհին հայոց եկեղեցին երբեք չի ծառայել եւ չի ծառայում օտար ուժերի կամ արտաքին շահերի, այլ իր հավատարմությունը անսակարգ պահել է բացառապես հայ ժողովրդին, նրա պետականությանը եւ ազգային ինքնության պահպանությանը։
Այս համատեքստում եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցի պետություն հարաբերությունների անցանկալի ներկակացության առնչությամբ և վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը, եկեղեցի պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների, հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա, վերջ դնել շինծու մեղադրանքներով և զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին, ազատ արձակել կալանավորված 4 սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին, գործել բացառաբար Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին, երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովել հասարակական համերաշխություն, առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների զերծ մնալով, անհեռանկար վերջնագրային խոսույթից։ Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս միաժամանակ հորդորում են խոտորյալ 8 սրբազաններին գործել Սուրբ Էջմիածնի և ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ, ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրները արծարծել և լուծել բացառապես եկեղեցու լիազոր ատյաններում, ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից, ջլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից, որոնք սպառնում են առաջացնել հերձված, տկարացնելով եկեղեցու առաքելությունը մեր հավատավոր ժողովրդի կյանքում։ Այս շրջագծում Սուրբ Պատարագներին վեհափառ Հայրապետի անվան հիշատակության հատվածի զեղչումը որևէ հիմնավորմամբ եկեղեցաբանորեն անընդունելի է և ուղիղ հարված Սուրբ Էջմիածնի միաբանությանը և Հայոց եկեղեցու միասնությանը։ Անընդունելի նկատելով արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որևէ շարժում, հրամայական անհրաժեշտություն ենք նկատում հայ եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության աշխատանքներն իրականացնել միմիայն եպիսկոպոսաց ժողովում և եկեղեցական կանոնական բարձրագույն մարմիններում։ Հայ եկեղեցու եպիսկոպոսներս վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնին և ամենայն Հայոց կաթողիկոսին, որպես տեսանելի խորհրդանիշ և երաշխիք եկեղեցու միության, հաշտության ու համերաշխության, քանզի Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության։ Օրհնությամբ Հայոց Հայրապետի հանձնառու ենք եպիսկոպոսաց ժողովի պարբերական գումարումով նպաստել եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների քննությանն ու հաղթահարմանը, մեր ժողովրդի կյանքում մեր հոգևոր սպասավորության առավել զորացմանը։ Մեր հորդորն ենք հղում մեր Սուրբ եկեղեցու ուխտապահ հոգևոր դասին անսասան մնալու իրենց կոչման և ծառայության մեջ, օրինակ լինելով հավատացյալներին խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ։ Եկեղեցին պիտի անշեղորեն շարունակի իր սրբազան առաքելությունը անկախ արտաքին ճնշումներից, հավատարիմ մնալով Սուրբ Ավետարանին և հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ուղղափառ վարդապետությանը։ Այս առիթով կոչ ենք ուղղում նաև հավատավոր մեր ժողովրդին, որպես Քրիստոսով մեկ մարմին և մեկ հոգի, հավատարիմ ու համախումբ մնալու առաքելական մեր Սուրբ եկեղեցու շուրջ և աղոթակցությամբ ու նվիրվածությամբ, բարի գործերով շենացնելու և պայծառացնելու ազգային ու հոգևոր մեր անդաստանները։ Խորապես մտահոգված լինելով Բաքվում Արցախի ղեկավարության նկատմամբ իրականացված կեղծ դատավարությամբ և անօրինական վճիռներով, մեր կոչն ենք ուղղում միջազգային հանրությանը և քույր եկեղեցիներին շարունակելու ջանքեր ներդնել պատանդարված հայրենիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ։ Ի խորոց սրտի մեր աղոթքն է, որ բարին Աստված բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնի և ամենայն Սրբոց անսասան և անվրդով պահի և պահպանի մեր Սուրբ եկեղեցին, զորացնի Հայոց անկախ պետականությունը, խաղաղության և բարօրության մեջ առաջնորդի կյանքը աշխարհասփյուռ հայոց ազգի։ Հայցում ենք, որ Տերը խաղաղություն պարգևի համայն աշխարհին, բոլոր ազգերին ու ժողովուրդներին, ասվում է եպիսկոպոսաց հավաքի ավարտին հրապարակված հայտարարության մեջ։
Փետրվարի 18-ին մեծ պահքի առաջին չորեքշաբթի օրը Մայրաթոռի միաբանությունը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մասնակցեց արևագալի ժամերգությանը։ Մեծ պահքի շրջանում կատարվող այս խորհրդավոր արարողությունը ըստ Մաղաքի arczepiskopos Օրմանյանի մեր եկեղեցու ծիսական կյանք է մտել դեռևս 7-րդ դարում։ Այսօրը վաղարավոտյան եկեղեցիներում հնչող շարականները լույսի եւ աստվածային էության փառաբանությունն են։ Արևագալի ժամերգությունը հիշեցնում է նաև Քրիստոսի երկրորդ գալստյան եւ արդարների հարության մասին։ Արևականը, որ արև արդեն երազ է, արեքա երազ է։ Եվ անշուշտ խորհրդանի շատ է, որ ոնց որ արևը լույս կբեր աշխարհին, գլուսավոր է խավար աշխարհը, մեր Տեր Հիսուս Քրիստոս իր կարողությամբ իր ավետարանով փրկության ուրախ լուրը եւ լույսը բերավ աշխարհին։ Հետևաբար սովորություն դարձել մեծ պահքի ընթացքին չորեքշաբթի առավոտները կատարվին արևակալի ժամերգությունը առավել արևոդյան ժամերգության։ Աղոթները ուղղված են դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոս որպես լույս աշխարհի եւ մենք աղոթենք որ այս առողջության շնորհիվ ընթացքին մեր Տեր գրգե իր իմաստության, խաղաղության, սիրո լույսը մեր կյանքերեն դες մեր ամենօրյա մարտահրավերները հաղթահարելու համար եւ ավետարանա հիմն կյանք ապրելու մեր կյանքի մեջ։ Արևագալի ժամերգությունն ավելի վաղ շրջանում առավոտյան ժամերգության վերջաբանն է եղել եւ միայն 7-րդ դարում Եզր առաջին Փարաժնակերտցի կաթողիկոսի կարգադրությամբ է առանձնացվել։ 12-րդ դարում Ներսես Շնորհալին անդրադառնալով այս ժամերգությանը արևագալի համար գրել է «Արևելից մինչ իմուտս ճգնավոր Աստծո ճանապարհ եւ ճշմարտություն լույս արարիչ լույս» 4 երգերը, այսպիսով ստեղծելով արևագալի ժամերգության այս անկրկնելի օրինակը։ Սաղմոսներ կան երկեր, որ միայն բացառապես արևակալին երկեցվին։ Գիտեք, քանի որ նաև մեծ պահքի ընթացքին գրենք շեշտադրումը գլա նաև այս սաղմոսներու իմաստին վրա, որ ընդհանրապես զղջումի ասկին կոչ կամ հրավեր ինքնակնության զղջալու, մաքրվելու, որ միայն արևակալի առողջության մեջ են։ Արևածագին յուղաբեր կանայք այցի եկան Տիրոջ գերեզմանին եւ հրեշտակը հայտնեց, որ նա հարություն է առել։ Արևածագին Հիսուս երևաց իր աշակերտներին։ Արևագալի ժամերգությունն էլ կատարվում է մեծ պահքի չորեքշաբթի օրը առավոտ կանուխ։ Մայրավանքում հայոց հայրապետը միաբանների հետ ծնջադիր աղոթքով հայցում է Աստծո ողորմածությունը մարդու տկար բնության հանդեպ, խնդրում, որ Քրիստոս մեր հոգիներում ծագեցնի հոգևոր լույսը, որը նույնքան կարևոր է, որքան արևի լույսը։ Լիանա Չիչակյան, Վրամ Խանամիրյան, Գևորգ Ավագյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։ Փաստաբան Արսեն Բաբայանը այսօր ներկայացրեց Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի միջազգային փորձաքննությունների արդյունքները, որոնք ստացվել են 3 տարբեր երկրներից։ Փաստաբանը նախանդրադարձավ նույն տեսագրության վերաբերյալ Հայաստանի քննչական կոմիտեի եզրակացությանը։ Հայաստանում ստացված արդյունքների տակ ստորագրած փորձագետի մասին անուն ազգանունից բացի ոչինչ հայտնի չէ, իսկ այն միջազգային փորձագիտական խմբերը կամ անհատները, որոնց դիմել է Սրբազանի պաշտպանական կողմը, հրապարակային գործունեություն ունեն, նշեց փաստաբանը։ Մենք որևէ դեպքում քրեական դատավարության շրջանակներում ոչինչ ապացուցելու ցանկություն ու անհրաժեշտություն չունենք այս գործով։ Մենք այս փորձաքննությունները չենք իրականացրել, որ որևէ եղանակով դա քրեական դատավարությունում որպես ապացույց ներկայացնենք։ Ինչի՞, որովհետև հարուցված կամ իրականացվող վարույթի շրջանակներում Արշակ Սրբազանը թեև ունի վկայի կարգավիճակ, դատավարական կարգավիճակ, բայց փաստացի տուժողի կարգավիճակ ունի։ Արշակ Սրբազանը հենց առաջին օրը հայտարարեց, որ ինքը առնչություն չունի այդ տեսագրության բովանդակությանը, այդտեղ պատկերված իրողությունները իր հետ որևէ առնչություն չունի, հետևաբար ինքը չէր կարող տուժել իր անձնական կամ ընտանեկան գաղտնիքի ռեժիմը խախտելուց։ Եթե ինքը չի, ուրեմն իր անձնական ու ընտանեկան գաղտնիքը որևէ մեկը չի խախտել։
Բայց փոխարենը հայտարարվեց նաև քննչականում, որ մեկ այլ բանից է դժել Արշակ Սրբազանը, մասնավորապես այն բանից, որ ինչ որ մեկը կամ ինչ որ մարդիկ կեղծ տեսագրությունները ստեղծելու ճանապարհով փորձել են հարատավորել այդ մարդու անունը, փորձել են ատելություն սերմանել Արշակ Սրբազանի եւ ընդհանրապես եկեղեցու նկատմամբ եւ հետեւաբար գործի քննության ուղղություններից մեկը կամ մեր համոզմամբ միակ ուղղությունը դա պետք է լինի եւ հետեւաբար պետք է քննություն իրականացվի այդ ուղղությամբ եւ հայտնաբերվեն այն անձինք, որոնք որ իրականացրել են այդ կեղծիկը եւ այնուհետ դրա տարածումը։ Հիմա խոսեմ այն փորձաքննության մասին, որի մասին այդքան քննչական կոմիտեն խոսեց եւ որը, ինչպես հիշում եք, ներկայացվել էր մի քանի եպիսկոպոսների։ Այդ փորձաքննությամբ, դատատեսաձայնագրային փորձաքննությամբ միայն մեկ հարց է տրվել. արդյոք տեսագրության մեջ պատկերված տղամարդը Արշակ Սրբազանն է թե ոչ։ Այս մի հարցն է եղել։ Օրինակ հարց չի տրվել. արդյոք այդ տեսագրությունը իրականության հետ առնչություն ունի թե ոչ։ Արդյոք այդ տեսագրությունը կեղծիք է թե ոչ, հա որևէ նման հարց չի տրվել։ Հիմա ես դրա մասին, երբ որ արեցի իմ առաջին հայտարարությունը, ինչ էի ասում, մենք հո չենք ասում, թե Արշակ Սրբազանը գանգրահեր մի բաց մաշկով մի երիտասարդ է, որը բոլորովին նմանություն չունի այդ տեսագրության մեջ եղած անձի հետ։ Մենք այլ բան ենք ասում, տեսագրության բովանդակությունը կեղծված է։ Դուք արհեստական բանականությամբ բազմաթիվ այդպիսի տեսագրություններ տեսել եք սարքած, չէ՞։ Փորձագետը չի հաստատում հաստատապես, որ տեսագրության մեջ պատկերված անձը եւ Արշակ Սրբազանը նույն անձինք են, ասում է հավանաբար նրանք նույն անձինք են։ Բայց քննչական կոմիտեն միշտ այդ հավանաբար բառը չգիտես ինչի մոռանում է։ Ես հիմա ուզում եմ ցույց տամ, թե փորձաքննության այդ նկարային մասը մեկ իջից է բաղկացած, որի կեսը այս նկարն է։ Հիմա ինչ են արել, տեսագրությունից վերցրել են մի կադր, որտեղ որը իրենց կարծիքով երևում է տղամարդու դեմքը։ Վերցրել են ինտերնետից Արշակ Սրբազանի կադրը, հետո ասել են, դե քիթը նման է, չգիտեմ, ականջների մոտ մազածածկը նման է, ճակատը նման է, սանրվածքը նույնն է, երկուսն էլ ակնոց են դնում, եւ հետեւաբար կարելի է եզրակացնել, որ դա նույն անձն է։ Կարելի է եզրակացնել, կարելի է չեզրակացնել։ Բայց հիշեցնեմ կրկին, որ գլխավոր հարցը, տեսագրությունը, իրականությանը համապատասխանում է թե ոչ, այդպես էլ չի տրվել։ Այդ եզրակացությունից բացարձակ հասկանալի չէ, փորձագետը ինչ կրթություն ունի, ինչ մասնագիտություն ունի, որտեղ է փորձագետը աշխատում, քանի տարվա փորձառությամբ է աշխատում, ինչ մեթոդոլոգիաներով է աշխատել, բացարձակ ոչինչ պարզ չի։ Ինձ մոտ տպավորությունն է, որ մի ցանկացած մեկին ուղղակի տվել են, ասել են արի ստորագրի, տենց ինքն էլ եկել ստորագրել է։ Բայց կրկնում եմ, այդ փորձաքննությունը, որով պնդում են, թե հաստատվել է, որ տեսագրության մեջ պատկերված անձը Արշակ Սրբազանն է, իրականությանը չի համապատասխանում առնվազն տեսագրության գոյության, օբյեկտիվ իրականության մեջ այդ տեսագրության մեջ եղած իրադարձությունների գոյության իմաստով։ Միջազգային փորձաքննություններ կատարվել են 3 տարբեր երկրներում։ Ըստ ստացված արդյունքների տեսանյութերը ենթարկվել են մշակման, ձայնը, պատկերը իրար չեն համապատասխանում։ Փաստաբանը հրապարակեց փորձագիտական հետազոտության արդյունքները, հիմնավորումները, դրանք միմյանցից գրեթե չեն տարբերվում, ըստ այդմ եզրակացությունը մեկն է, տեսանյութերը կեղծ են, դրանցում երևացող անձանց նույնականացում հնարավոր չէ կատարել։ Հարցս Արդյոք տեսագրությունում պատկերված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյություն են ունեցել օբյեկտիվ իրականությունում։ Այս այն առաջի հարցն է, որ պիտի տրվի, երբ որ դու տեսաձայնագրության վերաբերյալ փորձաքննություն ես անում։ Այդ ամենը իրականության մեջ գոյություն ունեցել է թե ոչ։ Պատասխան. տեխնիկական ցուցիչները ցույց են տալիս, որ ներկայացված ֆայլերը մշակված ացանցիալներ են եւ չեն հանդիսանում օբյեկտիվ իրականության բնօրինակ։ Չմշակված գրանցում, չափված ծրագրային հետքերի օրինաչափությունը, ծրագրային արտահանման բնութագրեր, ժամանակային վերաժամանակավորում, ֆիքսված կադրի մեջ կոմպոզիցիա, մնացորդային վարքագիծ հստակ վկայում է ալգորիթմական արտադրության եւ կամ նյութի վերակառուցման մասին։ Հետևաբար ներկայացված տեսագրություններում ցուցադրված տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված, մանիպուլացված թվային բովանդակություն։ Այստեղ ունենք նաև տեխնիկական հիմքերը դրա հետ կապված, որը շատ տեխնիկական է, այսպես չեմ ուզում հիմա հնչեցնել, դուք արդեն երբ որ հրապարակենք նաև հայերենը կտեսնեք դրա մեջ։ Հաջորդ հարցը, որ 7 հարց եմ տվել ընդ որում, հաջորդ հարցը։
Արդյոք տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ կամ տեսաբովանդակություն ստեղծելու համար նախատեսված հատուկ ծրագրերով։ Պատասխան. Տեխնիկական արդյունքները հակասում են այն պնդմանը, թե տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ։ Այսինքն ես որ հարցնում եմ, արդյոք դա չի ստեղծվել արհեստական բանականությամբ, ասում եմ, այդ ձեր ասածը հակասում է, որ չի ստեղծվել։ Կամ մասնագիտացված ծրագրերով։ Մի քանի անկախ ցուցիչներ, ծրագրային արտահանման բնութագրեր, ժամանակային վերակառուցում, կադրերի վերաօգտագործման նշաններ, մնացորդային կայունացման օրինաչափություններ, ֆիքսված կադրի կոմպոզիցիա ցույց են տալիս, որ ներկայացված նյութերը հանդիսանում են մասնագիտացված ծրագրով ստեղծված կամ մանիպուլացված արդյունքներ եւ խիստ բնորոշ են արհեստական բանականությունով աջակցված սինթեզին եւ կամ արհեստական բանականությունով աջակցված վերակառուցման փոփոխության։ Էլի տեխնիկական հիմքերն են դրա վերաբերյալ։ Հաջորդը. արդյոք ձայնագրությունը եւ խոսքային բովանդակությունը չեն փոխվել, որտեղ եթե հիշում եք, տեսաձայնագրության մեջ որոշակի ինչ-որ ձայներ կային, հա, աղմուկ կար։ Հիմա հարցս հետեւյալն է. արդյոք ձայնագրությունը եւ խոսքային բովանդակությունը չեն փոխվել։ Պատասխան. ձայնային հոսքը սինխրոնացված չէ տեսագրությանը եւ դրսեւորվում է հետարտադրական ժամանակային մանիպուլյացիայի նշաններ։ Կոնտեյների մակարդակով ժամանակային շեղումը, որը տված է նկարով, ինչպես նաև տեսաձայնային ժամանակային ոչ ստացիոնար վարքագիծը հաստատում են, որ ձայնը վերաժամանակավորվել, այսինքն վերասինխրոնացվել է տեսագրության նկատմամբ։ Եվ թվարկում է, որ 0.080 վայրկյանի տարբերություններ կան, այսինքն կադրը, ձայնը իրար հետ չեն համապատասխանում։ Չորրորդ հարցը. արդյոք ձայնային միջավայրը, պայմանները կամ տեսաձայնագրման միջոցները չեն փոխվել։ Պատասխան. համակարգված ժամանակային շեղումները եւ ժամանակի ընթացքում փոփոխվող սինխրոնացման վարքագիծը վկայում են հետարտադրական մշակման մասին։ Օրինակ, արտահանում, վերախառնում, վերաժամանակավորում։ Սա հաստատում է, որ ձայնային հոսքը եւ ներկայացված իրական գրանցման շղթան ենթարկվել է փոփոխության։ Սրանք կեղծիքի մասին է խոսքը։ Էլի հիմքերն են։ 5-րդ հարցը. արդյոք տեսաձայնագրությունը պարունակում է տեսա եւ կամ ձայնային խմբագրման հետքեր։ Սա մասնավորապես նկատի եմ ունեցել մոնտաժման հետքեր։ Եթե օրինակ լիներ իրական նկարահանված որոշակի կադրեր, արդյոք մոնտաժի միջոցով կարող էին իրար բերել կպցնել։ Այո, պարունակում են փաստորեն հետքեր, ներկայացված նյութը պարունակում է խմբագրման եւ ծրագրային հետարտադրական մշակման բազմաթիվ հետքեր, մոնտաժ, վերարտահանում։ Դրանք ներառում են ֆիքսված կադրի մեջ կոմպոզիցիա, միատեսակ արտահանման բնութագրեր բոլոր հատվածներում, տեսաձայն ժամանակային համակարգված շեղումներ եւ ժամանակային վերասիմպլինգի նշաններ, գրեթե կրկնվող կադրերի գերակշռություն, կադրերն են նույնիսկ կրկնվում։ Էլի տեխնիկական հիմքերն են։ Արդյոք հնարավոր է նույնականացնել տեսագրությունում պատկերված անձանց։ Սա իմ 6-րդ հարցն է, որ բոլոր փորձագետներին տվել եմ։ Պատասխան. ներկայացած նյութից հուսալի դեմքային նույնականացում կատարել հնարավոր չէ։ 640-512 լուծաչափը եւ սեղմումը, ինչպես նաեւ տեսարանի բովանդակությունն ու կայուն մորֆոլոգիական ներողություն, բովանդակությունն ու կադրերի կրկնությունը չեն ապահովում անհատականացման համար բավարար եւ կայուն մորֆոլոգիական մանրամասներ։ Տեխնիկական բարելավումը կարող է բարձրացնել ընդհանուր տեսանելիությունը, սակայն չի ստեղծում բացակայող նույնականացնող հատկանիշներ։ Այսինքն ավելի հասկանալի լինելու համար, ասում է տեսագրության որակը հնարավոր է մի քիչ լավացնել, բայց այնուամենայնիվ անհատականացնող այն նշանները, որի միջոցով հնարավոր կդառնար անձին նույնականացնել, դրանք վերականգնել հնարավոր չի։ Եվ վերջին 7-րդ հարցը. արդյոք միջավայրի եւ տեսանելի օբյեկտների երկրաչափական չափերի վելությունը ցույց է տալիս, որ նկարահանումը կատարվել է նախապես կառուցված հատուկ ստուդիայում կամ դեկորացիա տարածքում։ Սրա նպատակն է, որ հնարավոր է դերասանների օրինակ օգնությամբ այդ նկարահանումը տեղի ունեցած լիներ, այնտեղ ինչ որ այսպես պավիլյոն ստեղծեին, սերիալ նկարեին, կինոներ ինչպես են նկարում, փորձել են բոլոր հարցերի պատասխանները ստանալ, որ բոլոր անկյուններից ունենանք հնարավոր կեղծիք է, թե կեղծիք չի։ Հարցից պատասխանը. ներկայացված արտահանված ֆայլերի հիման վրա հնարավոր չէ կատարել հուսալի երկրաչափական գնահատում այն մասին, թե տեսարանը ստեղծվել է հատուկ նկարահանման համար կառուցված միջավայրում, ստուդիայում կամ դեկորացիա։ Սահմանափակ լուծաչափը, սեղմում եւ մի շարք հատվածներում ակտիվ պատկերի փոքրացված տարածքը սահմանափակում են ճշգրիտ երկրաչափական չափումների հնարավորությունը, մասշտաբ, հողմային չափեր, խորքային հարաբերություններ։ Հետևաբար, ստուդիա դեկորացիա վարկածը չի կարող հաստատվել կամ բացառել զուտ երկրաչափական հիմքով։ Խոսեցինք այդ բարեկարգման, թե բարանորոգման հանձնաժողովի, նաև այդ նախկին հոգևորականի մասով, ինչպես հիշում եք, անդադար պնդումներ կա, որ մենք այդ եզրակացությունը տարանք ցույց տվեցինք վեհափարին, եւ նա ոչինչ չարեց, եւ նա ծանոթ է այդ տեսագրություններին։ Ես
Եթե անկեղծ չգիտեմ, հիմա կարող եմ այդ մասին ասել թե չէ, բայց շատ չմանրամասնելով կասեմ, որ վեհապարը ծանոթ չի այդպես փորձաքննությանը, որը որ քննչականներ իրականացրել, հետեւյալ պատճառաբանությունով, իր կողմից տված պատճառաբանությունով։ Իդեպ դա ինձ է ասել, ես կարծում եմ կարող եմ դրա մասին բարձրաձայնել, որովհետև ի սկզբանե ներկայացնողին, այդ նույն նախկին Գևորգ Սրբազանին, Արման Սարոյանին ասվել է, որ այդ եզրակացությունը քո ձեռքում չէր կարող լինել։ Եթե այդ փորձաքննության եզրակացությունը քո ձեռքում է անօրինական ճանապարհով, հետեւաբար ես հրաժարվում եմ մասնակից լինել դրան եւ ծանոթանալ այդ փորձաքննությանը։ Այսինքն անօրինական եղանակով բերված փորձաքննությանը չի ծանոթացել։ Եվ հաջորդ հայտարարությունը, որ ուզում եմ անեմ, իմ նշած փորձաքննությունները իմ կողմից առանձին գրությամբ ուղարկվելու է նաեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածին, մասնավորապես հոգևոր խորհրդին։ Ըստ փաստաբանի փորձագիտական եզրակացություններ են սպասվում այլ երկրներից եւս, ուր ուղարկվել է տեսագրությունը։ Հիշեցնենք, որ Արշակ arczepiskopos Խաչատրյանն անազատության մեջ է դեկտեմբերի 4-ից։ Իրականացվել է հետապնդում մի հոդվածով, որը վերաբերում է թմրամիջոցներ իրացնելուն, ինչը պաշտպանության կողմը անհեթեթություն է որակել։ Փետրվարի 19-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստի ընթացքում քննվում էր պայքարի անդամների նկատմամբ կիրառված խափանման միջոցների հարցը։ Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց Բագրատ Սրբազանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարացնել եւս 3 ամսով։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանը իր ելույթում շեշտեց, որ հետապնդումը իր գնահատմամբ ապօրինի է, հիմնված է կեղծ ապացույցների վրա եւ չի ենթադրում քրեադատավարական նպատակ։ Նա նաև նշեց, որ գործը դիտարկվում է հակաեկեղեցական արշավի համատեքստում, հայ առաքելական եկեղեցու ներսում կշիռ ունեցող հոգևորականների մեկուսացմամբ, ինչը նրա խոսքով հեշտացնում է եկեղեցու դեմ իրականացվող արշավը։ Դուք ունեք հնարավորություն դատավարության այս փուլում որոշակի սահմանափակ հնարավորություն, չէ՞։ Կատարել գործողություններ ձեր լիազորություններից ելնող, որով մասնակի որոշ չափով կարող եք մեղմել բոլոր ապօրինությունները, որոնք սկիզբ են առել նախ 2025 թվականի մարտի 18-ին քրեական վարույթի նախաձեռնումով, ապա եւ հունիսի 25-ին անձանց ձերբակալություններով, այնուհետև մեղադրանքների առաջադրումով։ Դա բավականին դժվար որոշում է հաշվի առնելով մեր իրողությունները այսօրվա, բայց դա միակ ճիշտ որոշումն է։ Ցանկացած այդ տեսակի որոշում շարունակում է եւ ապօրինաբար խախտել ինվեստորի իրավունքները եւ շարունակում է բաց թողնել այն դաշտը, որի պայմաններում իրավապահ եւ դատական համակարգը պատրաստ է իրավաբանության ցանկացած աղճատման ոտնահարման, եթե դա պահանջում է քաղաքական շահը։ Մկրտիչ Սրբազան, Արշակ Սրբազան, Բագրատ Սրբազան։ 3 սրբազաններ, պատվարժան դատարան, որոնց կալանքի որոշումները դուք եք կայացրել։ 3 սրբազանների։ Այլ դատավորներ եւս կայացրել են։ Բայց դուք այդ որոշումները կայացրել եք, բայց մեկ այլ որոշում չեք կայացրել։ Դուք սրբազանների կալանքը վերացնելու որոշում չեք կայացրել։ Ես իդեպ վստահ եմ, որ դուք պատվարժան դատարան հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եք։ Ես այդ հարցը ձեզ չեմ տվել, բայց ես դրա համոզմունք ունեմ։ Ես ունեմ համոզմունք, որ դուք ունեք ներքին տառապանք։ Ես ունեմ համոզմունք, որ դատակազմերը եւս ունեն ներքին տառապանք։ Ես դրան եթե չհավատամ, ես ինքս իմ արժեհամակարգի, իմ հասարակության նկատմամբ պատկերացումների հետ հակասության մեջ կմտնեմ։ Տառապանքը մարդու համար է, այո։ Իդեպ տառապանքի մեջ գտնվող մարդիկ ունենում են ցանկություն հանդիպելու Սրբազանի եւ դիմելու Սրբազանին Աստված օգնական։ Իդեպ այդ բառերը ասելով մարդիկ որոշակի հոգևոր սնունդ են ստանում։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ իր համար անընդունելի են եւ գրավը, եւ տնային կալանքը, եւ երկրից բացակայելու արգելքը, դա համարելով ամենավիրավորական միջոցը։ Նախ շնորհակալ եմ մեր պաշտպաններին, բայց ձեր շունչը ափսոս է, որ դուք այսքան երկար խոսում եք, ներդնում եք, դրա կարիքը կարծում եմ չկա։ Դուք էլ շատ լավ գիտեք, որ չկա, ես էլ գիտեմ, որ չկա։ Երկրորդ ասեմ, որ ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, որովհետև ոչ իմ կյանքն է ձեր իշխանության ներքո, ոչ էլ իմ ազատությունը։ Կապում ունի, թե կալանավայրին լուսամուտի որ կողմից եք նայում, ով է ավելի կալանավորված և ով է գտնվում ազատության մեջ։ Ես, որ հոգով ապրում եմ ազատության բոլոր սահմանները, թե դուք, որ ստիպված կալանավորված եք, ով է ավելի կալանավորված և ով ում պիտի ազատություն տա։ Հետևաբար ես կխնդրեմ ասելու, որ ազատությունից զրկված մարդ չկա այստեղ։ Այս 18-ի մեջ էլ չկա, ես էլ ամենավերջինը։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց բավարարել միջնորդությունը եւ Բագրատ Սրբազանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգեց եւս 2 ամսով։ Այնուհետև դատարանը քննեց Իգոր Սարգսյանի խափանման միջոցի հարցը։ Հանրային մեղադրողը միջնորդեց պահպանել կիրառված խափանման միջոցները եւ տնային կալանքի ժամկետը երկարաձգել եւս 3 ամսով։ Այսօր այս ամբողջը այս թելի պես գալիս է։ Արցախը ժողովրդին ցեղասպանեցին, տեղահանեցին, հաջորդ փուլը հավատքը ոչնչացնելն է, եկեղեցու դեմ գնալն է։ Հիմա այդ process-ն է գնում ոչ միայն Արցախում, այլ եկել է արդեն Հայաստանում։ Հակառակ պաշտպանական կողմի պնդումներին դատարանի որոշմամբ Իգոր Սարգսյանի նկատմամբ կիրառված գրավը եւ երկրից բացակայելու արգելքը մնաց անփոփոխ, իսկ տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց եւս 3 ամսով։ Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 23-ին ժամը 14-ին։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը դատարան եկավ իր բնակության վայրից։ Փետրվարի 12-ին Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։ Սրբազանն ու Բարաշենի քրեակատարողական հիմնարկում էր հոկտեմբերից։ Ըստ մեղադրանքի Սրբազան հայրը հոգևորականներին հարկադրել է մասնակցել վարչապետի դեմ հավաքներին։ Հրահանգել էր 2021 թվականի ընտրություններին չքվեարկել իշխող կուսակցության օգտին։ Ընտրություններին խոչընդոտելու մասին հայտարարությունը տարածել էր թեմի կարգալույծ Ստեփան Ասատրյանը։ Նա այս գործով տուժող կողմ է։ Մկրտիչ Սրբազանի դեմ ցուցմունք տված երկրորդ անձը նույնպես վարչապետի հայտարարած բարենորոգման ծրագրին միացած նախկին հոգևորականներից է՝ Արամայիս Թախմազյանը։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո իրավապաշտպան Դանիել Յոհաննիսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, որին անմիջապես հաջորդել էին քննչական մարմինների գործողությունները։ Խուզարկել էին ոչ միայն Սրբազանի բնակարանը, այլև թեմի բոլոր քահանաների տները, առգրավել անձնական իրեր, ապա քահանաներին տարել հարցաքննության որպես վկաների։ Տնային կալանք է կրում նաև թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանը Սրբազանին օժանդակելու համար։ Սրբազանն ու Տերհայրը մեղադրանքը չեն ընդունում։ Փաստաբանները պնդում են, որ մեղադրանքները շինծու են, որ այս ամենը պետք է հակաեկեղեցական շարժման շրջանակում դիտարկել։ Պաշտպանները միջնորդեցին քննչական կոմիտեից պահանջել այս քրեական գործին որպես վերաբերելի ապացույցներ գցել քահանաների հարցաքննությունների արձանագրությունները։ Ձեր սեղանը պիտի դրված լինի, այո, ամբողջ նյութերը, որովհետև հաշվի առնելով գիշալ քրեական գործի զգայունությունը, որովհետև հասարակությունը համակուշադրությամբ հետևում է այս ամեն ինչին, դուք վաղը շնորհիվ որոշում եք կայացնելու եւ այդ որոշումը պիտի լինի ձեր ձեռքում եղած բոլոր փաստերից, այդ թվում է ինչ որ ալակյակում Աշպանալությամբ պիտի չգնանք առաջ։ Քրեական օրենսգրքի 479 հոդվածը
Նույնիսկ ապացույցը քրեական վարույթով ձեռք բերած ապացույցով թաքցնելը համարում է անձնագործություն։ Հիմա տվյալ դեպքում ես կարծում եմ մի հարց պետք է ճշտվի։ Իթիվս այդ փաստարկներ մեկ հարց։ Այն գործում, որը առանձնացվել է, եւ որը այս մի գործով է գնացել, հետո առանձնացվել է։ Այն գործում քահանաները արագացողի թեմի քահանաները, որոնք հարցաքննվել են, արդյոք նրանք հարցաքննվել են այն հանգամանքների առիթով, որոնք վերաբերում են այս գործով մի վստահորդի մեղադրանքին։ Պարզ հարց։ Եթե այո, ապա այդ ապացույցները ինչու գործում չեն։ Մյուս հարցը։ Արդյոք այդ քահանաները առերեսվել են տուժողների հետ եւ այդ առերեսման առարկան վերաբերում է նաեւ այդ հանգամանքներին, որի մեջ մեղադրվում էին վստահորդը։ Եթե այո, ապա այդ ապացույցները ինչու այստեղ չեն։ Սա շատ կարևոր բան է, սա նշանակում է փակցրել են։ Փակցրել են այդ ապացույցները, որտեղ այդ ապացույցները եթե այստեղ լինեն, այլ բանի մասին կխոսեն։ Արդարադատության կշեռքի նժարների կշեռքը փոխվեր։ Ընդհանրապես քրեական դատավարության օրենսգիրքը հենց այդպիսի կարգավորում է տալիս, ասում է, երբ որ մասը սանջատում քրեական գործից, պետքա այս մեղադրանքին վերաբերելի բոլոր ապացույցները կցվեն։ Սա առաջինն է եւ երկրորդը, այն որոնք էլ որ չեն կցվել, դրանց ցանկը պետքա կցվի, որ հայտնի լինի, թե ինչը չի կցվել։ Հիմա պրակտիկան ցույց է տալիս, որ իրենք սա չարաշահում են սովորաբար եւ ինչ են անում։ Իրենք ընտրում են միայն այն ապացույցները, որոնց իրենց կարծիքով մեղադրանքը հաստատում է, դրանք ներառում են, ու ստացվում է, որ մի ամբողջ, ասենք, պատկերացեք 30 հատորից կարող են ընտրել 4 հատոր նյութեր, այդ 4 հատորը իրենք պատկերացնում են, որ բոլորը հաստատում է մեղադրանքը, եւ սա բերում են դատարան, ասում են եկեք արդար դատաքննություն իրականացնենք, փորձենք հասկանանք, այս մեր բերած ապացույցների պարագայում հաստատում է թե ոչ։ Եթե այսպես լինի, այսինքն կարելի է ասել, որ ոչ մի արդարացնող ապացույց չբերենք, թեկուզ երկու իրենց պատկերացման մեղադրող ապացույց բերենք, դատանը մեղավոր ճանաչի, սա չի կարող լինել արդար։ Բայց իրենք պետք է բերեն բոլոր ապացույցները, որոնք վերաբերում են այս գործին ամենաչնչին ձևով, այսինքն որ ով կարդա կհասկանա, որ վերաբերում է, մեղադրում է, արդարացնում է, դա ոչ մեկ չպետք է նայի։ Հիմա մենք ակնհայտորեն տեսանք, որ քահանաները արագածոտնի թեմի այս հարցերով հարցաքննվել են, այսինքն առնվազն իրենց կանչել են, ասել են ձեր նկատմամբ հարկադրանք եղել է, ոնց որ մյուս երկուսի։ Հիմա եթե ասեին հա, մի անգամից կբերեին։ Եթե չեն բերե, ենթադրվում է, որ ասել են ոչ, ու իրենք չեն բերում, որովհետև իրենք կարծում են, որ վերաբերելի չի, բայց սրանից լավ վերաբերելի ապացույց, որ այսինքն կոնկրետ անձին ասում է, որ իրենց նկատմամբ չի եղել, սա արդարացնող ապացույց է։ Հիմա իրենք սա չեն բերում, պահում են ու դարձնում են, որ իրենց բերած ապացույցների շրջանակում դատանը որոշի։ Սա ակնհայտ անարդար է, սա ի սկզբանե դարձնում է ոչ մրցակցային, այսինքն մենք հավասար պայմաններում չեն գտնվում, որովհետև իրենք ունեին նյութեր, որոնցից որոշել են, որ թե որն է կարևոր, որը չէ։ Բայց այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա։ Նույնիսկ այն ապացույցները, որոնք իրենք չեն էլ կարծում, որ էական է, մենք պաշտպանական առումով կարող են գնահատել էական եւ կառուցել դրա վրա պաշտպանություն։ Հետեւաբար չպետք է իրենք մեր փոխարեն ընտրեն մեր համար որը կարող է պետք լինել, որը ոչ։ Դատավորը բավարարեց պաշտպանների այս միջնորդությունը։ Դատարանը թույլ տվեց նաև Սրբազան հորն այցելել բնակության վայրին մոտ գտնվող ատամնաբուժարան։ Արա Զոհրաբյանը միջնորդեց Սրբազանին թույլատրել ամեն կիրակի, ինչպես նաև եկեղեցական տոներին բնակության վայրում Էջմիածին քաղաքում գտնվող եկեղեցում մասնակցել պատարագի, ինչպես նաև շփվել եղբոր ընտանիքի հետ։ Այս միջնորդությունների վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի հաջորդ նիստին մարտի 17-ին ժամը 15:00-ին։ Անուշ Առաքելյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։ Ջերմ ողջույններ, կատակներ, սիրալի ժպիտներ մտքերի բուրըն փոխանակում։ Այս մարտի գիտության տարբեր ոլորտի մեծանուն հայ գիտնականներ են, ակադեմիկոսներ, որոնք տարվա ընթացքում միայն մեկ անգամ առիթ ունեն հայրենակիցների հետ համախմբվելու մեկ հարկի ներքո, կիսվելու ազգային ընդհանուր ուրախություններով ու մտահոգություններով։ Ամեն տարի փետրվար ամսին, երբ Ռուսաստանի Դաշնությունում նշվում է գիտության օրը, Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում նույնպես կատարվում է մեծարման երեկո ծագումով հայ գիտնականների համար։ Նրանցից ամենատարեցը 97-ամյա Գևորգ Դանիլյանն է։ Մինչ օրս աշխատում է Կուրչատովի ինստիտուտում, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր է։ Ինձ շատ դուր է գալիս լինել եկեղեցական համալիրում։ Ոչ թե այն պատճառով, որ գիտնական եմ ու ինձ հրավիրել են, այլ որ ես արյունով մաքուր հայ եմ։ Ես սիրում եմ իմ եկեղեցին։ Հանդիսավոր ընդունելությունը ինչպես միշտ տեղի ունեցավ առաջնորդարանի սրահում։
Ողջույնի խոսքում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանը ներկաներին փոխանցեց վեհափար հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները։ Սրբազան հայրը նշեց, որ հայազգի գիտնականների ներդրումը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհում ուղղված է հասարակության բարօրությանն ու առաջընթացին։ Ձեր նվաճումները հաճելի են Աստծուն, եւ դուք պատասխանատու առաքելություն ունեք, ասաց Եզրաս Սրբազանը։ Каждый год мы имеем возможность здесь встречаться. Ամեն տարի մենք առիթ ունենք այստեղ հանդիպելու, միմյանց հետ ծանոթանալու, նաև հիշելու մեր մեծանուն գիտնականներին, որոնք իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել մարդկության զարգացման գործում եւ փորձել պատվով շարունակել մեր մեծերի հարթած ճանապարհը։ Մեծարման երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Մոսկվայի հայկական եկեղեցու Հովանու ներքո գործող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի եւ Սուրբ Ներսես Շնորհալու անվան հայորդյաց տանսաները, նորաստեղծ Գավիթ Պրոջեկտի երգիչները։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բժիշկ, թեմական խորհրդի ատենապետ Արմայիս Քամալովն իր խոսքում նշեց, որ Ռուսաստանաբնակ հայազգի գիտնականները թեպետ տարբեր ոլորտում են աշխատում, սակայն կարևորում են գիտություն եւ կրոն կապը եւ մեծ սիրով են վերաբերվում մայր եկեղեցուն։ Ակադեմիկոսները համագործակցության պատրաստակամություն հայտնեցին, հանդիպել եկեղեցասեր երիտասարդների հետ, դասախոսություններ կարդալ եկեղեցու կրթական կենտրոններում։ Ռուսաստանի բանկերի միության նախագահ Գարեգին Թոսունյանն էլ առաջարկեց հրավիրել երիտասարդ հայ գիտնականների, լսել նրանց նորարարությունների մասին եւ ընթացք տալ առաջարկներին։ Այս ինտելեկտուալ հավաքը, որ կազմակերպում է հայ եկեղեցին Եզրաս Սրբազանի նախաձեռնությամբ, շատ կարևոր է, որովհետև մարդիկ հասկանում են, որ ինտելեկտը սահմաններ չունի։ Գիտնականները եւ ոչ միայն գիտնականները Աստծո առջև ունեն կարևոր պարտականություն՝ օգտակար լինել հասարակությանն ու ազգին։ Ուստի երբ եկեղեցին համախմբում է մարդկանց աստվածահաճո գաղափարի շուրջ, բնականաբար նաեւ առաջնորդում է բարի գործերի եւ իր լուման ներդնում, որպեսզի աշխարհի մարդիկ լինեն առաքինի, բարի ու խելացի։ Հավաքի մասնակիցները չէին կարող չանդրադառնալ հայրենիքում եկեղեցու նկատմամբ ահագնացող բռնաճնշումներին, հոգևորականների անօրինական ձերբակալություններին։ Նրանցից յուրաքանչյուրի խոսքում խորտագնապ ու անհանգստություն կար, բայց բոլորը միակարծիք էին, որ Սփյուռքը եւ հայրենիքը պետք է խոսեն մեկ ձայնով, գործեն մեկ կամքով, հանուն եկեղեցու անսասանության, հանուն ինքնության ու պետականության պահպանման։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Մոսկվա։ Փետրվարի 20-ին կյանքի 85-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տեր Տաթև arczepiskopos Սարգսյանը։ Նորին Սուրբ Օծություն Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բարեհիշատակ Սրբազան հորմահը եւ աղոթում նրա հոգու հանգստության համար։ Տեր Տաթև arczepiskopos Սարգսյանը ծննդով Սիրիայի Հալեբ քաղաքից էր, նախնական կրթությունն ստացել է տեղի ազգային հայկազյան վարժարանում, այնուհետև ուսանել Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսության դպրևանքում։ Սրբազան հայրը 1960 թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, այնուհետև Լոնդոնի King's College-ում ուսումնառության ավարտին ստացել ծայրագույն վարդապետության աստիճան։ Երջանկահիշատակ Սրբազանը 1974 թվականին Մեծիտանն Կիլիկիո խորեն առաջին կաթողիկոսի կողմից ձեռնադրվել եւ օծվել է եպիսկոպոս, այնուհետև 6 տարի անց 1980 թվականին Մեծիտանն Կիլիկիո Գարեգին II կաթողիկոսի սրբատար կոնդակով արժանացել արքության պատվի։ Մինչև 1995 թվականը Սրբազանը ստանձնել է մանկավարժական, վարչական եւ առաջնորդական տարբեր պաշտոններ, իր ծառայությունն է բերել Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսության իշխանության ներքո։ Այնուհետև տեղափոխվել է Հայաստան եւ վարչական եւ մանկավարժական պաշտոններ ստանձնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Փետրվարի 23-ին ժամը 17-ին Սուրբ Գայանե վանքում տեղի կունենա եկեղեցու կարգ, իսկ փետրվարի 24-ին ժամը 11-ին Սուրբ Պատարագի ընթացքում կկատարվի հանգուցյալ Սրբազանի վերջին օծման, ապա ուղարկավորության արարողությունը։ Հիշատակն արդարո օրհնությամբ եղեցի։
Հետպատերազմյան տրավման մարդուն զրկում է իր նպատակներից, պատում սարսափներով, տագնապներով, վատատեսությամբ։ Պատերազմից 6 տարի անց էր մեր հասարակությունն ապրում է կոլեկտիվ տրավմայի պայմաններում, հաճախ նույնիսկ չգիտակցելով դա, ասում է հոգեբան, հոգեթերապևտ Տիգրան Դովլաթյանը։ Նրա խոսքով ծանր հոգեվիճակը կարող է շարունակվել տարիներով, խորը հետք թողնելով մարդու կյանքի վրա։ Այդ իրավիճակում հոգեբանը կարևորում է մասնագետների միջամտությունը։ Հիմնականում մարդկանց մոտ առաջ է գալիս հոգեբանական մի շարք խնդիրներ, որոնց են տագնապային դրսևորումները, սրտխփոց, շնչարգելություն, մարդիկ կանատամներն են կրճտացնում, այդ սիմպտոմներն եմ ասում, խնդիրների անքնություն, մղձավանջային երազներ եւ այլն։ Բայց սովորաբար իրադարձությունից հետո այս սիմպտոմները գնալով նվազում են։ Սակայն լինում են դեպքեր ու այդ օրինաչափությունն է, որ մարդիկ չեն կարողանում հաղթահարել, ոչ բոլորի մոտ է հաղթահարվում։ Ու այս վիճակը կրում է, եթե կարանք ասենք, քրոնիկ վիճակ, այս ժամանակ արդեն գործ ունենք դեպրեսիվ ֆոնի հետ, հետտրավմատիկ ստրեսային խանգարումների հետ։ Մեր օրգանիզմը ունի այդպես հատկություն, որ ինքնա բուժում է մեզ, եւ բացի այդ, ոնց մասնագիտական հաջողությունները այդտեղ կարեւոր են, ինչով նաեւ զբաղվում է հիմնադրամը։ Բնականաբար չեն կարող, բոլորին հաջողություն ցուցաբերել, բայց այստեղ գոնե ամենից կարևորը այդ անվտանգության զգացողությունը մարդկանց մոտ վերականգնելն է, որ մարդիկ ապագայի հանդեպ ունենան վստահության ու անվտանգության զգացողություն, որպեսզի չլինեն եւ եթե ես ինչ-որ գործողություն եմ ձեռնարկում, շատերի մոտ ենք լսում, որ ապագայի հանդեպ պլաններ չենք կազմում, որովհետեւ չգիտեն գլխներից ինչ է գալու։ Սա հենց այդ ներկայում անվտանգության զգացողության բացակայումն է, որը վերականգնելը քիչ թե շատ բերում է ապագան տեսնելու, ապագան կառուցելու, այդ թմբիրից դերացած դուրս գալուն։ 44-օրյա պատերազմից 2 տարի անց ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի, ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Տեր-Խաժակ arczepiskopos Պարսամյանի կողմից եւ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ է ստեղծվել հայկական հոգեվոր վերականգնման հիմնադրամը։ Հիմնադրամը սկսել է հոգեբանական աջակցություն ցուցաբերել այն մարդկանց, ում կյանքը փոխել է պատերազմը։ Հիմնադրամի իրականացրած վերլուծության համաձայն վերջին տարիներին Հայաստանի տարբեր անկյուններից թեստավորում անցած 10,000 քաղաքացիներից շուրջ 44%-ի մոտ արձանագրվել են միջին եւ ծանր դեպրեսիայի նախանշաններ։ Հիմնադրամի վերականգնման հայկական ճանապարհ երամսյա ծրագիրը 3 փուլից է բաղկացած՝ ամոքվել, զորանալ եւ հաջողել։ Հոգեվոր հոգեբանական աջակցության այս ծրագրում համադրվում են հոգեբանությունը որպես գիտություն, մեր ժողովրդի վերականգնողական ներուժը, ինչպես նաեւ եկեղեցին ու հոգեվոր արժեքները։ Կոլեկտիվ տրավմաներից հետո անհատական հետևանքների արդյունքում մարդկանց մոտ ապագայի հանդեպ տեսլականը կարծես թե նվազում է, մարդիկ մնում են սառած վիճակում ու կարծես թե վտանգ են համարում դեպի ապագա շարժվել, գոյատևման ռեժիմի տակ են դրանք ոնց որ ապրում, կոլեկտիվ տրավմայի արդյունքում ոչ միայն խաթարվում է անձնական անվտանգության զգացողությունը, այլև մարդիկ կորցնում են իրենց պատկանելիության զգացողությունը։ Հիմնադրամի աշխատանքների ընթացքում որոշեցինք, որ մարդկանց մեջ պետք է արտանցնենք նաև պատմամշակութային վերաիմաստավորում, ինչպես նաև հոգեոր վերաիմաստավորում, ինչը ենթադրում է, որ մարդիկ վերամշակելով իրենց պատմությունը, վերաշարադրելով իրենց պատմությունը, տեսնում են, որ այն արհավիրքները, որոնք իրանց հետ տեղի են ունեցել, ոնց որ իրենք դրա մեջ մենակ չեն, այլ պատմության ընթացքում իրենք կարծես թե այդ ընդհանուր շղթայի, հիմա եթե իրեն զգում են առանձին օղակ, այս պարագայում արդեն սկսում են զգալ ընդհանուր շարունակական շղթայի մեջ, ինչը բարձրացնում է պատկանելիության զգացողությունը, բարձրացնում է ապագայի հանդեպ հավատի զգացողությունը եւ մարդիկ աշխատանքների արդյունքում երևում է, որ մարդիկ աշխատանքներից հետո սկսում են դեպի ապագան տանող ինչ-որ քայլեր անել, դրանք կարող են լինել փոքր քայլեր, հասարակ, չգիտեմ, գիրք կարդալը, մասնագիտական աշխատանքի դիմելը եւ այլն, բայց այդ որ տեղաշարժը զգացվում է, հետազոտությունների արդյունքում դա երևում է։ Հիմնադրամն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ամփոփեց 2025 թվականի իր գործունեությունը։ Պանելային քննարկմանը մասնագետները խոսեցին պատերազմի անտեսանելի հետևանքների, կոլեկտիվ տրավմայի եւ առաջարկվող լուծումների մասին։ Եվս մի գործոն, որի պատճառով մենք տրավմայի մեջ մտանք շատ խորքային, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակն էր, որը տևեց 30 տարի գրեթե։ Այդ վիճակում դու չես կարող, օրինակ դու ապրում ես մի հարևանի հետ, որը որ
օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն սպառնալիք է, բայց դու չգիտես իր հետ ընկերություն ես անում, հարևանություն ես անում, թե կռիվ ես անում։ Հայտնի չի, բայց այդ պատը անընդհատ խոցելի է քեզ համար եւ վտանգ է։ Եվ ահա վերջիվերջո կամ պատն է ջարդվում կամ քո փսիխիկան։ Եվ մեզանում տեղի ունեցան այդ երկուսը։ Մենք ամենակարևոր փուլում ենք իրականում, առաջին էմոցիոնալ արձագանքից հետո ավելի սիստեմավորած օգնություն կազմակերպելու փուլի առջև ենք, եւ ես չեմ նկատում, եթե այդպես չի թող հնչեն հակառակ կարծիքներ, ես չեմ նկատում միավորող ուժեր, չեմ նկատում միավորված ջանքեր, որպեսզի այս կարևոր փուլը իսկապես անցնենք համակարգված ձևով։ Այս փուլում ինձ թվում է պակասել է հետաքրքրություն ինչպես միջազգային արենայում, այնպես էլ կազմակերպություններ, որոնք պատրաստ են դա անել, չունեն աջակցություն միջազգային դոնորներից, խիստ պակասել է այդ օգնությունը։ Վերջին 3 տարվա ընթացքում մասնագետներն աջակցել են շուրջ 5000 շահառուի, օգնելով նրանց հաղթահարել հոգետրավմայի հետևանքները, վերագտնել հավատը սեփական ուժերի հանդեպ։ Հիմնադրամն իր շահառուներին առաջարկում է բազմաբնույթ ծառայություններ, վերապատրաստման ծրագրեր են անցկացվում փորձառու հոգեբանների, սոցիալական աշխատողների եւ հայ առաքելական եկեղեցու քահանաների համար։ Սկզբնական շրջանում ծրագիրը հիմնականում Արցախից տեղբռնի տեղահանված անձինք էին, բայց հետագայում մենք հասկացանք, որ պատերազմի հետևանքը միայն արցախցիները չեն կրում, այլ նաև մեր ողջ բնակչությունը։ Ծրագրի շրջանակում կան եւ կանայք, ցավոք սրտի տղամարդիկ ավելի քիչ թիվ են կազմում, որտեղ տղամարդիկ սովորաբար դժվարությամբ են դիմում հոգեբանական աջակցության, ցավոք սրտի, եւ երեխաների համար առանձին ծրագիր ունենք ճամբարի շրջանակում հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համատեղ ծրագիր ենք ունեցել, այսինքն ծրագիրը բաց է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ունեն այդ աջակցության կարիքը։ Եկեղեցու հետ հիմնադրամի համագործակցությունը պատահական չէր։ Պատերազմից հետո Մայրաթորը կազմակերպել էր հոգետրավմայի ամոքման դասընթացներ, որոնք մեծ հաջողություն էին ունեցել։ Հիմնադրամն առաջարկում է հոգևոր հոգեբանական վերականգնման ծրագիր նրանց, ովքեր կցանկանան փարատել դժվարին ժամանակների տագնապն ու անհանգստությունները։ Պաշտոնական revival.am կայքում կարող եք անցնել հոգեբանական թեստ, որով նախ հնարավոր է գնահատել ձեր հոգեվիճակը, ապա անվճար մասնակցել խմբային հոգեբանական աջակցության դասընթացների։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Մեծ պահքի առաջիկա կիրակին արտաքսման կիրակին է։ Օրվա խորհրդի եւ անվան մասին Աստվածաշունչ Մատյանի ծննդոց գրքում գրված է. «Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից որպեսի մշակի հողը, որից եւ ստեղծվել էր»։ Իսկ նախապատմությունը հետևյալն է. մարդը լսեց սատանայի խաբեբայական խոսքերը, խախտեց պատվիրանը, համտեսեց արգելված պտղից եւ որպես պատիժ անիծվելով զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից։ Այդուհետ մարդն իր քրտինքով պետք է վաստակեր օրվա հացը եւ կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենար, եւ վերջում էլ ասվեց նրան հողեիր եւ հող կդառնաս։ Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով 40-րդած պահքի շրջանի կիրակիներին տվել են այնպիսի անվանումներ եւ խորհուրդներ, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին՝ ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք։ Արտաքսման կիրակին քրիստոնյային հուշում է Աստծո սերն ու քաղցրությունը, վկայում, որ սխալվելու դեպքում Աստված տալիս է զղջալու եւ ապաշխարելու հնարավորություն եւ հոգում է, որպեսզի յուրաքանչյուրիս համար դարձ եւ վերադարձ լինի այնտեղ, որտեղից որ արտաքսվել ենք։ Արտաքսման կիրակի փոխանցած պատգամներին հաղորդակից դառնալու համար փետրվարի 22-ին Սուրբ եւ անմահ պատարագ կմատուցվի Հայաստանի առաքելական բոլոր եկեղեցիներում։ Մարդիկ հնարավորություն կունենան խորհրդածելու եւ ինքնաքննությամբ, ապաշխարությամբ, ողորմած գործերով ու աղոթքներով քայլելու դեպի հրաշափառ հարություն։